Ղուկասյան բյուջեն հաստատվեց միաձայն։ Փաստորեն ընդդիմություն չունեք հիմա ավականիում, կամ ձեր բյուջեն է շատ լավը։ Մեր բյուջեն շատ լավն է, ու լավ ընդդիմություն ունենք, չեք տեսնում, հա ուզում են ինչ-որ մի բան քչպորեն, հանեն, դնեն, վերցնել, բայց երբ որ տեսնում են իշա քաղաքի է և տարբերվում է շատ տարիների բյուջեներից, ասելու բան չկա, որ ասեն։ Ինչ որ եթե մի բան տեսնեն, կասեն միանշանակ, ես տեսնում եմ, որ այդպես տրամադրված գալիս են, բայց մի բան պետք է անես, ասենք, պետք է տեղ թողնես, ճիշտ ասած տեղ չենք թողնում։ Շոշափելի մի քանի բան թվարկեք, որ այս ընթացքում ձեր արդեն պաշտոնավարման տեղի է ունեցել։ Ասեմ ձեզ, ամենաշոշափելին դա նա է, որ աշխատավարձի բարձրացում եղավ, ես 99 թվականից քաղաքապետ եմ և այսօր 2025 թվականն է և դրանից առաջ էլ 96 թվականին ևս քաղաքապետ եմ անցել, բայց չեն թողել, որ անցնեմ։ Ես չեմ տեսել մի քաղաք, ես չեմ տեսել մի պետական կառույց, որ 30%-ով աշխատավարձի բարձրացում անի։ Դա ամենամեծ ձեռքբերումն է և ամբողջ այս ժողովուրդը ուշով հետևում է, թե երբ այդ աշխատավարձերը կբարձրանա, որ մարդիկ աշխատավարձ ստանան։ Եվ ես որ ասում եի, թե 37 տարի մենք գիշեր-ցերեկ լսում ենք մի բան, ամենաանապահով խավը ապրում է Գյումրի քաղաքում, ես իմ առջև քարոզարշավի ժամանակ ստանձնեցի, որ պետք է անպայման մարդկանց աշխատավարձը 50%-ով բարձրացնեն։ Այս տարի 30-ը բարձրացրել ենք, հաջորդ տարի ևս 30։ Դրանից հետո ևս կավելացնենք։ Հիմա արդեն 30%-ով բարձր են ստանում։ Այո, հիմա դիմացի ամիսը մարդիկ 30%-ով ավել աշխատավարձ են ստանալու, որը ինձ համար շատ մեծ ձեռքբերում է։ Հիմա կասեք որտեղից, ոնց ավելացրեցիք։ Ուրեմն ձեզ մի բան ասեմ, որ մոտ 180 միլիոն դրամ գտնվում է հարկադիր կատարման ծառայությունում, 180 միլիոն դրամ։ Եվ այս քաղաքապետարանը ոչ մի միջոցներ չի ձեռնարկել, որ գնա գումարների հետևից և բերի հասցնի քաղաքապետարան, որը աբսուրդ է։ Ես մի քանի փաստեր բերեցի, ուրեմն պատկերացրեք 12 թվականին իմ հավաքագրած գումարները և 24 թվականի իրենց հավաքագրած գումարները, ես ավելի շատ եմ հավաքագրել 99 թվականին, 2012 թվականին, քան թե 24 թվականին, ուրեմն նախկինները։ Այսինքն աճ չկա ու մի բան էլ մեր հավաքագրածից ցածր։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, ովքեր որ այստեղ աշխատել են, ամոթ իրենց, այդքան բան, ամոթ, ուրիշ ոչ մի բան, ու իրենց բերողներին էլ, տեսեք, թե ում բերեցիք կապիկ ժողովրդի գլխին։ Աշխատում էինք էլի Հայաստանում ամենաառաջնային դիրքն էինք վայելում քաղաքատեղական ինքնակառավարման։ Ինչի ճանապարհներս փակեցիք։ Վերջը, հիմա տեսեք իմ աշխատանքը։ Ես ասեմ, որ շահել է ժողովուրդը ամբողջ քաղաքապետարանին, ում հարցնեք, կասեմ, որ իրոք հիմա ինչ որ արվում է, ինչ որ հիմա ես անում եմ, ես մի պատրվակ բերեցի, մի դրվակ բերեցի։ Չեմ ասում, որ անդերուտուս մատնված, նայում եմ, որ ոլորտը ապարքները հասել են, ես չգիտեմ ինչ կան, ու տերեղնող չկան։ 8 միլիոն, 12 միլիոն, 4 միլիոն, 5 միլիոն, 15 միլիոն, պատկերացրեք 10 տարիներին ընթացքում կուտակվել է, այդ մարդիկ ամենալավ կառույցները զբաղեցրել են, հողի վարձակալությունները զբաղեցրել են, քաղաքապետարանը դրանց գումարները չի գանձում։ Ասում եմ, չեք գանձում, սպես ուսերն են թափ տալիս, մեկը չգիտեք ինչ է ասում, այո, չեն գանձում, ստվեր են թողնում, որ այդ ստվերի մեջ տեղավորվեն, ուրիշ ոչ մի բան չեմ տեսնում ես, անգործություն, անփութություն և ստվեր։ Հիմա մենք դրա համար եկանք, այդ բոլորը բերեցինք, հիմա 550 միլիոն դրամ, ճիշտ է, ես ներկայացրեցի 113 միլիոն միայն ապարքից, որ պետք է ապարքից գանձենք, բայց մեր առջև բարձրաձայնեցի, որ դրել ենք միայն ապարքից 550 միլիոն դրամ, որ մենք պետք է ապարքից գանձենք, հասկանալի է, դա շատ լուրջ թվերի մասին է խոսքը։ Սեփական եկամուտները մոտավորապես 550-670 միլիոն ավելացնում ենք, դուք հասկանում եք սեփական եկամուտները այդքան ավելցուկ։ Դա լուրջ աշխատանք է այսօրվա այս քաղաքի մեջ, ոչ թե մարդկանց հիմա խեղդելու ենք, այլ ուղղակի ինչ որ իմորոք հատկացրել ենք, ինչ որ իմորոք տվել ենք, պետք է կարողանանք դրանք գանձել, ուղղակի գնան աշխատեն։ Այդ կառույցներն էլ, ընդդուք, ասեմ ձեզ, ամենահարուստ կառույցներն են քաղաքի։ Այն խեղճերից գնացեք գանձել են, այն մնացածի վրա հարձակվել են։ Այսինքն, մյուսն էլ ասեմ ձեզ,
Ինչ ասեմ, չեմ ուզում ասել, հոգնեցուցիչ է արդեն շատ այսպես քաղաքական պատվերները այնքան սարսափելի են, նայում ես հասկացար, օդի մեջը անուններ են տալիս, 24 գույքի մասին են ասում, որի մազգանուն են ուզում մեջը կապել։ Աբսուրդ, օրենքի խախտում, լրացուցիչ ուրեմն քաղաքապետարանից իրավաբաններին գումար են տալիս, լրացուցիչ, եւ այդտեղ ոչ մի ուրեմն քաղաքաշինության նորմերի խախտված ոչ մի բան չկա, ոչ մի բան։ Եվ դատարաններն են կրակնենք մեր ձեռքը, եւ քննիչական կառույցներն են կրակը, որովհետեւ պարտադրում են, գնացեք գործ հարուցեք, գնացեք գործ հարուցեք, եւ դատախազությունին են ասում։ Հասկանալի է։ Այս մարդիկ չգիտեն ինչ անեն, գիտեն, որ իրանք կոմետկան չեն մնա, բայց դրանից հետո ինչ պետք է պատասխան տան։ Շարունակում է դեռ։ Դրանի մինչև այսօր դատական ոլորտներից թողել ենք աշխատանքները, գնում ենք դատարանները գիշեր ու ցերեկ հասկացար մարդիկ շշմած ինձ են նայում։ Չգիտեն ինչ անեն, չգիտեն ոնց դրատագից բան։ Էս է, ուրիշ բան չեմ տեսնում։ Մի խոսքով, բայց մենք համարձակենք, աշխատում ենք ու կաշխատենք, եկել ենք դրա համար։ Գիտեք ինչի, որովհետև սիրում ենք մեր երկիրը, մեր քաղաքը եւ մեր ժողովրդին։ Ու իսկական մաքուր հայ ենք։ Պարոն Ղուկասյան, օրեր առաջ կարկուտ տեղացին Գյումրիում բավականին շատ խնդիրներ են ստեղծել եւ նաեւ ռուսական ռազմաբազան կարծես օգնության առաջարկով էր դիմել։ Նախ իրենք ինչ օգնություն ցուցաբերեցին եւ ինչ վնասներ է կրել Գյումրիին։ Ռուսական բազան այստեղ է ապրում, մեզ հետ ապրում են մարդիկ, մեզ հետ քնում են, մեզ հետ ապրում են, մեզ հետ զարթնում են։ Հիմա որ այստեղ մի հատ արավիրք լինի, ռուսները նույնը մեզ հետ պետք է լինեն։ Բա իրանք եթե հնարավորություն ունեն, ինչի չօգնեն, որ քաղաքապարի դրացիական հարաբերությունների մեջ ենք։ Երկրաշարժը որ եկավ, ես 27 տարեկան էի։ Առաջինը ուրեմն ռուսական բազան օգնության ձեռք մեկնեց եւ երկրորդ դպրոցի եւ դիմացի դպրոցների երեխեքին իրենք էին հանում փլատակների տակից։ Փլատակների տակից մեզ հետ միասին։ Հիմա եթե այստեղ մի բան եղե, բա ռուսները ոնց կարող է անտարբեր լինեն։ Այո, այդպես եղել է։ Ինձ մեզանից հետո վատ բարգեր եղե, ընդուք միջոցառումներին չեն մասնակցում։ Խայտարակություն է, որ ռուսական, օրինակ ասենք միջոցառում է լինում մայիսի 9-ը, որ հայ ազգ այդքան 400,000 մեր ազգից մարդ է մահացել։ Հասկանալի է։ Գյումրիից 12,000 մասնակցել են երկրորդ համաշխարհային պատերազմից, որից 4,000-ը հետ չի վերադարձել։ Իմ պապերից 6 հոր եղբայրներ հետ չեն վերադարձել։ Այսինքն մենք ոնց կարող է չմասնակցենք մայիսի 9-ին։ Ինչի թողնենք մենակ, որ իրանք ասեն դե մենք ենք հաղթել։ Այո, մենք ցեզ օգնել ենք։ Առաջի համաշխարհային 350,000-ից 300,000 հայ մահացել է առաջի համաշխարհային պատերազմի ժամանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մենք ցեզ օգնել ենք։ Մենք պետք է գիտենանք պատմություն, չգնանք գլխներս կախենք, ասենք գիտեք ինչ կա, մեզ փրկեք բան գերի, կոյրայի որպերը ոնց որ եղնի նայում եմ սրանց։ Կոյրայի որպես կար, այդպես մերոնք ասում էին, բան։ Հիմա խոսքով պետք է կարողանաս բարի դրացիական հարաբերություններ ստեղծել, հավասարը հավասարին, ընկերություն անել, պահանջել, դու էլ քոնը անես, ամեն մարդ իր պարտականությունները կատարի։ Այս սկզբունքով աշխատում ենք։ Եվ վնասների մասին ասես ինչ։ Այդքան վախենալու բան չկա, ներկայացված է մարզպետարանը ինքն պետք է բան անեն, փոխհատուցում ենք հիմա նայում ենք ինչ պետք է լինի, ընթացքի մեջ է կաշխատենք, որ անպայման մեր բնակիչների կարիքները հոգանք։ Եվ պարոն Ղուկասյան, չեմ կարող այս հարցը չտալ, որովհետև դուք շատ հավատավոր մարդ եք եւ այնինչ հիմա եկեղեցու վեհապարի հետ կապված տեղի ունենում, դուք ինչպես եք բնութագրում։ Իշխանությունն ասում է, պարզ հարց եմ տվել, կուսակրոնության ուխտը խախտել է, թե ոչ վեհապարը։ Դուք այս ամեն ինչը ինչպես եք գնահատում։ Գիտեք ինչ, երբ որ մեկը ընդհանրապես սխալ է անում, երբ որ բարձրաձայնում ես, այդ սխալը այստեղ երկու հարց կա։ Ուզում ես ինքը ուղղվի, թե ուզում ես քարկոծես։ Ես տեսնում եմ, որ իրենք ուզում են քարկոծել։ Հետո իրենք այդ բարոյական իրավունքը չունեն, իրենք Գրիգոր Լուսավորիչը չեն, Սահակ Պարտևն ու Մերսոկ Մաշտոցը չեն, Ներսես Մեծը չեն, որ կան զգաստացնեն եկեղեցուն։ Աշխարհի որ եկեղեցին նմանատիպ խնդիրներ չունի։ Աշխարհի ով է տեսել, որ ասենք երկրի առաջի դեմքը ելնի հայոց կաթողիկոսին բան ասի։ Հետո դու ինչ գիտես, կարող է ասենք այն ժամանակ հայոց կաթողիկոսները ամուսնանում էին, որ ժառանգ ունենային, հետո ամուսնությունից դուրս էին գալիս։ Այդ եկեղեցական նեղ խնդիրները, որ պետք է անպայման դա ձեր խելքի բանը չէ։ Եթե դուք այսօր թույլ եք տվել տրանսգենդերությունը Հայաստանում այդ ԼԳՏԲ-ն թողել եք օրինական ու դպրոցները դուք դրա քարոզիչն եք, դուք սրբության հետ ինչ կապ ունեք։ Դուք իրավունք չունեք խոսելու։ Իրավունք ունի խոսելու նա, որ իսկական պահում է եւ տարվա կեսը պասուցումի մեջ է աղոթներով եւ ապրում է պարկեշ ձևով։ Ես օրինակ, ես ասել եմ Լենինականի ժամանակ, ես քահանային մենք տարանք մոլուսը թրաշեցինք։ Ես 25 օր հետո խփվեցի։
Աստված ինձ պատժեց։ Այո, որովհետև օծված էր այդ մորուքը։ Ես իրավունք չունեի, որովհետև ես Գրիգոր Նարեկացին չէի մեղայի ասում։ Հիմա ես իրանց մեղքում եմ, պատիժը իրանց գլխին կթափի, իրանք գիտեն թե այդպես հեշտ է կաթողիկոսին բան ասելը։ 3 օծություն կա իր վրա։ 3 անգամ օծությունն էլ դա, որ ասում է թափված յուղ է քո անունը։ Դա չի կարելի դենց բան անել, մեղքի տակ են եկնում։ Հետո իրանք ոչ թե ուզում են եկեղեցին մաքրվի, իրանք եկեղեցին քանդում են, ոչ թե ուզում են մաքրել։ Ես դրան միանշանակ դեմ եմ։ Կողմնակից եմ, որ հայոց երկրում իրոք լինի հոգևորականները, որոնք պետք է չամուսնանան, իրոք չամուսնանան, իրոք Աստծուն ծառայեն, ցավում եմ, որ եկեղեցին կաղում է դրա վերաբերյալ, ոչ թե 100 եպիսկոպոս է պետք ալ, մեզ պետք է թող 10 հատ լինի կամ 5 հատ լինի, որոնց աղոթները բարձրանա առ Աստված եւ Աստված ողորմյա ազգիս հայոց եւ խաղաղություն տա եւ հացին, ասում է հացին առատություն, մահին թանկություն, նեղյալներին ազատություն, հիվանդած բժշկություն, Տեր ողորմյա Հիսուս փրկիչ մեզ ողորմյա։ Այդպիսի ղեկավարը ելնի ասի, որ չի կարելի մաքրվեք, թե չէ դուք տրանս գենդերներին կինո 20 միլիոն գումար է տալիս Մերիլի Հալուսյանին, հեմերելես եկեղեցի։ Այս ու ինչքան մենք սրբություն ունենք, ելեք կպնում եք, հա։ Որտեղ հայոց ինքնությունը, հայոց պետականությունը պաշտպանել է հայոց եկեղեցին եւ ընտանիքը։ Ընտանիքը քանդում եք, եկեղեցին քանդում եք։ Ինչ եք ուզում դուք մեզանից։ Ով չի հասկանում, որ դրսի ուժերի թելադրանքն է։ Բոլորս էլ լավ հասկանում ենք։ Ամոթը հերո մնացեք։ Աստծո պատիժը էս է կկա գլխներից։ Այն ջահելներին է ոչ թե պաշտոնի համար, ելին յալանչիություն անեն։ Պատրաստվեք Աստծո պատիժը գլխներից կթափի։ Մեղքեք։ Ես այնքան պատմություններ գիտեմ, որ հայոց եկեղեցուն բան են ասել, հայոց կաթողիկոսին բան են ասել։ Հիմա ընտանիքով մահացած են։ Չեմ ուզում անունները տալ, բոլորս էլ շատ դեպքեր կան։ Ես չեմ ուզում դրանց վերաբերյալ շատ անդրադառնալ։ Ես այսքան հավատք ունեմ, բայց ես էլ իրավունք չունեմ այդպիսի բան անելու, որովհետև ես էլ մեղավոր մարդ եմ, ով որ մաքուր է թող նա անի, բայց սրանք այդ մաքրությունն ունեն։ ԼԳՏՊ-ին հովանավորողները եւ դրանով ապրողները գիրկը բացեք դրանց կրկերը նայեք։ Միայն այլասերվածություն է նայում, սրբապղծություն է նայում։ Դրանք ելեն սրբությունից են խոսում։ Դուք չեք ուզում, որ եկեղեցին մաքրվի։ Դուք ուզում եք եկեղեցին քանդեք, որ թուրքի ծրագիրը իրականացնեք։ Եվ մի հարց կոնկրետ, տեսեք, եկեղեցու պաշտպանության հարցով հանդես եկավ Սամվել Կարապետյանը, հիմա դուք եւս պաշտպանում եք եկեղեցին։ Այո։ Եվ իրեն արդեն քրեական գործ կա, ասում են դուք պետությունն եք ուզում զավթել ձեր հայտարարությամբ, որ Գիտեք ինչ ուզում է ասեն, ինչ ուզում է չասեն, ես մի բան ուզում եմ ասել։ Ով պատվականը անարգից զադե, իմ բերանը կլինի, ասում է Սուրբ Գիրքը։ Եվ ով լռի ու ճշմարտությունը տեսնելով գնա, ոչ ճշմարիտների հետևից նույն մեղքն է գործում, նույն անեծքին է արժանանալու։ Միանշանակ եկեղեցու կողքին ենք եւ ուզում ենք այո մաքրվի եկեղեցին։ Ես սրտանց, ես առաջի պայքարողներն եմ եղել 30-40 տարի առաջ։ Այն ժամանակ ինձ դադի էին տվել դրա համար, մեջ դուպրոջի մաս եմ դες։ Այո, ես պայքարել եմ եւ այսօր եմ պայքարում եւ ինձանով շատ քահանաներ ու հոգեվորականներ զգաստ են պահում իրենց։ Բայց դա չի նշանակում, որ ես պետք է լինեմ ամբողջ աշխարհով մեկ հայոց եկեղեցին վարկաբեկեմ ու քարկոծեմ։ Կաթոլիկ եկեղեցին, եթե համեմատես հայոց եկեղեցու հետ, ռուսական եւ հունական եկեղեցիները հայոց եկեղեցու հետ, հայոց եկեղեցին կրկնակի երագյանքան բարձր է։ Իր պահվածքով իր ամեն ինչով։ Բայց եւ կողմնակից են, որ մաքրվի հայոց եկեղեցին, բայց ոչ հերոստատեսությամբ ամբողջ աշխարհով։ Դա ուզում ես վարկաբեկելը այլ բան է, քանդելը այլ բան է, զգաստացնելը այլ բան է։ Զգաստացրեք առանձին, սիրով, համբերատար։ Գիտես, եթե եղբորդ ուզում ես, որ եղբայրդ Եթե ուզում ես եղբայրդ զգաստանա, մեղք չկործի։ Դու ոչ թե պետք է գասծեծես, հայոյես, բան անես ու բոլորի առաջ, այլ պետք է տանես, ասես, գիտես, ախպեր ջան, չի կարելի, մի արա։ Ոչ թե դու բերել ես ամբողջ երկրում եք հայոց կաթողիկոսին վարկաբեկում եք, գեդինը դիգենելու բան է։ Դիգենելու բան է հայոց կաթողիկոսին վարկաբեկված 132-ին։ Դու գիտեք հիմա լավ, Գրիգոր Լուսավորիչի սրտովեց էր արածը։ Մեսրոպ Մաշտոցի Նարեկացու սրտովեց էր արածը։ Ձեր արածը Աստծո դեմ գործ է, չի կարելի այդպես վարկաբեկել եկեղեցին։ Ես գիտեք, իրանց էլ դեմ եմ եղել շատ հարցերում, եւ իմ խոսքն եմ ասել եւ վեհապարին, եւ Սրբազանին, եւ բոլորին, բայց ոչ այսպես քարկոծելով։ Կողմնակից եմ, որ պիտի կուսակրոն մնա, միանշանակ կողմնակից եմ, եւ այդտեղ էլ պիտի ասում է ձեր մեջ ընտրեք ձեր միջի բարեպաշտին, գեղեցիկ եւ տեսքով, եւ ձայնով, եւ հոգեպես, Աստծուն սպասավոր, վատ հոգևորականների երեսից երկիրը պատժվում է, որովհետև դուք այնպեսի մարդկանց եք ընտրում,
որ ոչ իրենց աղոթքը չի բարձրանում առ Աստված։ Ես այդտեղ շատ բաներ գիտեմ, հիմա չեմ ուզում դրան ճրաղացին ջուր լցել։ Ես շատ բան գիտեմ, այո, իրանք է պիտի զգաստանան, բայց ոչ իրանք ձերքով, սրանք հերոսներին դարձրեցին գող ավազակ, պրոֆեսորներին ջնջոց։ Ես չգիտեմ սրանք ում են հարկում, вообще սրանք ում են հարկում, դա ինձ հետաքրքիր է։ Ծնողներին, ամբողջ մեր հայրերին ու մայրերի կատարած աշխատանքը բոլորին գող ու ավազակ են համարել, բացի իրանք քանի տրանսգենդերներից ու ես չգիտեմ ինչերից։ Էս յանելու բան է, այսպես են պահում այս երկիրը։ Տուն քանդելով տուն երկիր չեն շինում, տուն քանդողներն եկել են, սրբապիղզերն եկել են, սրբությունից են խոսում, տուն քանդողներն եկել են, տուն կառուցելից են խոսում։ Հիմա ինչ ուզում են անեն, ես որ նոր ճիշտ է ասում եմ։ Թող ինձ համար, թող ճշմարտության համար քսեք քեզ վադաբանեն, քարկոզեն, բանդարգեն, ցնծացեք եւ ուրախացեք։ Ձեր վարձքը երկնքում շատ մեծ է։ Ես պատրաստ եմ դրան ամեն րոպե, ամեն վայրկյան։ Շնորհակալություն։